Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 22-ի համար։ Քարտերս փչացել էին, բայց ես պատվիրեցի եւ այնպես արեցի, որ մեկ օրվա պատվերով գան ինձ հասնեն իմ քարտերը։ Իմ հրաշք քարտերը, նոր քարտեր են, այսօր դրանով կնայենք։ Ճիշտ է, ամբողջությամբ չգիտեմ նշանակությունները, ընթացքում պետք է նայեմ նշանակությունները, որովհետեւ անհնարին կլինի դա։ Չեմ կարող առանց նշանակությունները նայելու խոսել եւ մի փոքր կարող եմ դանդաղ գցել քարտերը, որովհետեւ նկարները եւս ամբողջությամբ ծանոթ չեմ։ Դրա համար տեսնենք։ Մի փոքր դանդաղ կլինի 1-2 անգամ, հետո արդեն ամեն ինչը կկարգավորվի։ Դե դուք ինձ թվում է առաջ եք տալիս եւ տեսնում եք այն պահը, երբ որ ես եմ խոսում, ինձ թվում է դրա համար այդպես կամ ժամերը միգուցե փորձեմ գրել, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի։ Այս գույնն են քարտերը, ես արդեն ցույց եմ տվել Facebook-ում։ Եվս էլի հետաքրքիր նշանակություններ ունեն, ինձ թվում է ձանձրացել եք արդեն այդ նույն նշանակություններից։ Չնայած նշանակությունները մեր կյանքի ոլորտները բոլորն են նույնն են, ինձ թվում է ինչ-որ հատուկ տարբերություններ չկան։ Ահա, նշում եմ ձեզ դուր կգա, ինձ նույնպես։ Այդքան սովորելը այդքան հեշտ չէ։ Դրա համար ընթացքում պետք է նայել, հետո նորից էլի ինստինկտյան անգիր կանենք։ Սա նաև շատ հետաքրքիր մեկնաբանություն ունի ամսվա կամ ընդհանրապես կյանքի ոլորտների հետ կապված ընդհանուր, հա, այսինքն ինչ է սպասվում ձեզ այդպես ինչ որ այդ հարցին։ Շատ հետաքրքիր պատասխաններ ունի։ Այնպես որ մեկ անգամ էլ նաև այդ հարցի պատասխանները կնայենք այս քարտերով։ Դեռ նոր են, դեռ սղլիկ են, հետո տեսնենք ինչ կլինի։ Դե գնանք խոյերին, տեսնենք ինչ է սպասվում խոյերին հունվարի 22-ին։ Սա է, թե չէ, ստուգենք։ Անչե, սա ակլորն է։ Հարգելի խոյեր, այդ օրը ոչ է հրաշք է լինելու ձեզ հետ, ոչ է մի լավ բան է ձեզ հետ տեղի ունենալու, նաև ունեք ոչ է թշնամիով, որ ձևանում է ձեզ ընկեր այդ օրը, ձեր կողքին կլինի, և իհարկե շատ շուտով իրավիճակը կպարզվի, եթե ինչ-որ իրավիճակ կար անհայտ, դա եւս կպարզաբանվի։
Եվ ոմանք ոչ առաջարկ կստանան, ոմանք ամուսնության առաջարկ է սա, ոմանք էլ նաև կարող է գործարքի հետ է կապված կամ աշխատանքի հետ է կապված։ Նաև դե մատանիները սովորաբար հարսանիքեր են նշանակում, ինձ թվում է կապ չունի, որ քարտն է։ Նաև այստեղ սա կա, կշեռքը, դե ինչ որ բաներ ծանրութ հետև կանեք այդ օրը ուղղակի, կմտածեք շատ բաների մասին, դժվար որոշում եք սպասվում ձեզ, հա, դժվար որոշում կարող եք, ընտրության առջև է սա ընդհանրապես նշանակում, դժվար որոշում։ Այսքանը ձեզ համար, հուսով եմ բան բաց չեմ թողել, դե երկերեսանի մարդիկ են ընդհանրապես, հա, թշնամի բառը, դե տեսակ այնպես չեմ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Դժվար է։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 22-ին։ Ահա, ուրեմն այդ օրը հարգելի ցուլ էր։ Այդ օրը ինչ որ մի բան է բացահայտվելու, այսինքն այն ինչ որ իրավիճակ կարող է պարզաբանվել։ Եթե ինչ որ անհայտ էր դա ձեզ համար, այդ ոլորտը, այդ իրավիճակը, ապա այն կարող է բացահայտվել։ Նաև այդ օրը բավականին շատ կշփվեք ձեր հարազատ մարդկանց հետ, ձեր ընտանիքի անդամների հետ։ Նաև ոմանք ծնողների հետ կլինեն այդ օրը, ոմանք նաև խորը հարազատների հետ, որ վաղուց չեք տեսել, կամ նաև դա ուղղակի ասում է, որ ավելի շատ հետևեք ձեր արմատներին, ավելի շատ եղեք իրենց հետ, մի առանձնացեք։ Նաև որից ինչ որ կարող է հարց լինել, որով որ պետք է խոսեք ձեր հարազատների հետ, նաև
Ոչ է թղթերի հետ կապված, եթե հարցեր ունեք, ապա այդ հարցերը կլուծեք, կանեք, կավարտեք։ Եթե փաստաթուղթ եք ստանում կամ փաստաթուղթ պետք էր ուղարկել կամ նմանատիպ ոչապահեր էին, ապա կարող եք անել ուղարկել։ Եվ եթե այստեղ առիթ կա նաև մտածեք ձեր կազմվածքի մասին ամենաառաջինը եւ եթե մտածում եք ոչ մեկի մասին, որ ինքն էլ ունի արդյոք ձեր նկատմամբ նման նույն զգացմունքները, ապա այս քարտը ասում է ոչ, այդքան էլ չունի այդ զգացմունքները։ Գուցե նաև ձեր կազմվածքից է դա կախված։ Կազմվածքի հետ կամ ինչ որ մի բան, ամենայն դեպս պետք է ուշադիր լինել ձեր զգացմունքներ, ձեր կազմվածքին։ Եվ ոմանք կարող են նաև սիրահարվել այդ օրը։ Նայեք, կարող է սիրահարվում եք, այդ պահին դեռևս միայն դուք եք, դիմացինին սիրահարվում։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 22-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը գումար կստանաք, նաև այստեղ անկեղծություն կամ ինչ-որ մեկը կարող է անկեղծանալ, իր զգացմունքների մասին է ասում, կամ ինչ-որ մեկ այլ բան է, մեկ այլ կարող է գաղտնիք է պատմում ձեզ, ինչ-որ բաներ է պատմում, կամ նաև անկեղծ է ձեզ հետ, մտերիմ է, հավատարիմ է ձեզ։ Որոշ հարցերում պետք է համբերատար լինեք, որովհետև ամեն ինչ լավ է լինելու, պետք է ուղղակի մի փոքր համբերեք։ Նաև ոչ առաջարկ կարող եք ստանալ, որը կարող է փոխել ձեր ամբողջ կյանքը։ Ներեք նայում եմ, նշանակություններ, որտեղ բոլորինը չգիտեմ։ Խոչընդոտները այդ օրը կհաղթահարեք, նաև իրավիճակը կփոխվի եւ դուք եւս այդ խոչընդոտները կհաղթահարեք կամ խոչընդոտները կհաղթահարեք, դրանով էլ կարող եք փոխել որևիցե իրավիճակ այդ օրը։ Այսքանը ձեզ համար
Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 22-ին։ Հարկելի խեցգետիններ իրադարձություններ չունենք։ Այսպես, ինչպես նայում եմ, չունեք ոչ մի իրադարձություն այստեղ չկա։ Հիմա մեկ այլ կարդ կհանեմ, ամենայն դեպս դե չկա իրադարձություն, այստեղ տունն է։ Գուցե տունն է, միայն դա է, տան հետ է կապված ինչ-որ հարց է, ուրիշ ինչ-որ չկա։ Այստեղ կարող է տարածքի փոփոխություն է, բնակության փոփոխություն է, միգուցե դրանով եք զբաղվում, կամ տան հետ կապված հարցեր են, որոնք որ զբաղվում եք, և դրա համար էլ ուրիշ ոչինչով չեք զբաղվում, ուրիշ բան չկա անելու, միայն դա է, հավաքվել, տեղափոխվել։ Հիմա եւս երկու քարտ էլ կհանեմ մնացածի համար, սա կարող է ինչ-որ մեկի համար է հատուկ, հա, որ տեղափոխություն է ձեզ մոտ, դա է ցույց տալիս, որ դրանով եք զբաղվելու ամբողջ օր, դրա համար մեկ այլ բաներով էլ չեք զբաղվելու։ Հիմա ուրիշ քարտ բերեմ։ Ահա, տեսնենք այս քարտեր ինչ կասեն, եւս երկու քարտ կհանեմ, տեսնեմ։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 22-ին։ Տեսնենք, ինչ է ասում, հաջողություն, փոփոխություն, այստեղ էլ է ցույց տալիս ամենայն դեպս տան փոփոխություն, օրվա փոփոխություն, նաեւ հաջողություն է ձեզ գալու, հա, ինչ որ միտեղից հաջողություն ունեք։ Եթե իրոք տեղափոխություն է, դա հաջողությամբ տեղափոխություն է, նաև այստեղ եւս, հա, սա էլ է ասում տեղափոխություն, սա էլ է ասում ճանապարհին կարող եք լինել կամ երկար ճանապարհ գնալ կամ սա գլոբալ մեծ փոփոխություն է նաև ձեր կյանքում։ Հղիություն, ծննդաբերություն եւ տան կամ տարածքի փոփոխություն։
Այսքանը ձեզ համար դնեմ այստեղ կողը պետք է ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին հունվարի 22-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը պետք է ուղղակի համբերատար լինեք մի փոքր ինչ-որ հարցին լուծում տալու համար կամ ինչ-որ մի բան անելու համար, հա, պետք է անպայման մի փոքր համբերեք։ Նաև այդ օրը բանալի ունենք եւ այդ օրը դուք կգտնեք այն լուծումը, որը որ երկար ժամանակ էիք փնտրում։ Նաև այդ օրը ոչ է գաղտնիք կբացահայտվի ձեզ համար։ Մի բան կիմանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 22-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը պետք է անցկացնեք ծնողների հետ, կամ նաև սա ասում եմ մոռացեք ձեր նախնիներին, հա, հիշեք իրենց։ Նաև ոմանց այդ օրը ամուսնության առաջարկ կարող են անել, սիրո խոստովանություն։ Նաև ինչ-որ մի բան է այստեղ, որ մտածում եք, օրինակ, որ նույն բանն է մտածում ձեր մասին, նույն զգացմունքներն ունի, նույն ոնց որ սիմպատիան է կամ նույն սերն է, հա, դա սա ասում է, որ չէ, հա, նույն սերը չունի ձեր նկատմամբ, նույն զգացմունքները չունի ձեր նկատմամբ։ Այստեղ պետք է ուղղակի ուշադիր լինեք, որովհետև այստեղ կա ոչ իրավիճակ, որից հետո դուք կարող եք ինքներդ ձեզանից ամաչել, հա, կարող եք ոչ մի քայլ անել, կարող եք ոչ մի բան անել, որից հետո ինքներդ ձեզանից ամաչեք։ Եվ իհարկե այստեղ մի րոպե կներեք, կարող եք նաև կամ վիրավորվել որևէ մեկից, կամ վիրավորել։ Կարող է դա է, հա, կարող է ինչ-որ մեկին այնպեսի մի բառեր եք ասում, որ հետո իրոք ամաչում եք, որ այդ մարդուն չկարողացաք դիմանալ եւ այդ մարդուն այդ բառերն ասեցիք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 22-ին։ Հարգելի կշարքներ, դե արևը ընդհանրապես ինքը միշտ ինչ ասում, ուրախություն է, սա արևը։ Նաև այդ օրը կհաղթահարեք բոլոր խոչընդոտները, որոնք որ արկա կլինեն ձեր կյանքում։ Նաև ուշադիր եղեք դանակների հետ, սուր գործիքների հետ այդ օրը ամեն ինչում կտրելուց եւ այլն։ Նաև ձեր կյանքում գալիս է սպիտակ շերտի շրջան, որը որ եթե ինչ-որ խնդիրներ կար, ապա այդ խնդիրները հաղթահարում եք եւ անցնում է այդ ամեն ինչը։ Եվ իհարկե ոմանց մոտ ռոմանտիկ պահեր կարող են լինել, ռոմանտիկ սեր, ռոմանտիկ հարաբերություններ։ Նոր սիրային արկածներ դա կարող է լինել։ Եվ կարող են նաև բամբասանք լինել այդ օրը։
բամբասանք է, դա կապված է խոչընդոտների հետ, այնպես որ կարող է այդ բամբասանքները կարողանում եք հաղթահարել։ Դստը կարող սիրային ինչ-որ պահեր կան, ռոմանտիկ, տեսնում են և սկսում են բամբասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գուցե ձեր սիրային կյանքն եմ, ընտանեկան կյանքն եմ բամբասում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 22-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը գումար եք ստանալու։ Նաև շատ շուտով որևէ իրավիճակ կարող է պարզվել ձեզ համար, միգուցե այդ օրվա ընթացքում է, միգուցե ոչ, հա, կարող է ինչ-որ այդ օրը չէ, մեկ այլ օր է, մեկ օր հետո է լինում։ Ամենայն դեպս մենք օրվանն ենք նայում, այստեղ պարզություն կարող է մտնել, ոչ է հարցում։ Նաև կավարտեք այն, ինչը որ ձեզ համար շատ կարևոր էր, ինչը որ անընդհատ մնացել էր եւ չեք կարողանում անել։ Նաև այդ օրը շատ կշփվեք ձեր ընտանիքի եւ հարազատների հետ, գուցե նաև զգաք, որ ձեզ այդքան էլ շատ այդ օրը չեն սիրում, ինչ որ զգացողություն կլինի կամ ընտանիքի կողմից կամ մեկ այլ մարդկանց կողմից։ Նաև այդ օրը այստեղ ոչ ոքին ոչ գաղտնիք մի ասեք, որովհետև կարող է դրանից ինչ-որ մի բան բացահայտեք, կամ ոչ է մի բառ ասեք ինչ-որ մեկին, և դրանից կարող է վեճ առաջանալ։ Դրա համար պետք է ուղղակի այդ օրը կարողանալ զսպել էմոցիաները, զսպել բառերը, ինչ-որ ուզում եք ասեք դիմացինին։ Նաև այստեղ ինչ ունենք։ Դեռ անգիր չգիտեմ, պետք է նայեմ։ Այդ օրը նաև պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք յուրաքանչյուր, հա, արդեն չասեմ դա կարող է լինել, ուսման կենտրոնը, բժշկական կենտրոնը։ Եվ նաև ունեք հավատարմություն, ոչ մեկը ձեր հանդեպ հավատարիմ է։ Այստեղ կարող է ում հետ որ վիճում եք դա է, հա, ինչ որ պահեր են այստեղ, որ պետք է դա հասկանաք։ Այսքանը ձեզ համար Միգուցե այստեղ վիճում եք, նեղվում եք իրարից, դրա համար մտածում եք հավատարիմ չէ, դա է պատճառը։
Հենց այդտեղ ասում են հավատարիմ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 22-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ձեզ մոտ նոր սպիտակ շերտ է գալիս, նոր հնարավորություններ, ուրախ ինչ-որ բաներ տեղի կունենա, որը ձեզ կուրախացնի, նաև ոմանք այստեղ սեղանի շուրջ են նստելու, ինչ-որ կարող է նշում եք ոչ է մի բան, դե նաև սա զգուշացում է, որ շատ չխմեք այդ օրը։ Այսքան ուրիշ ոչինչ չունեք։ Դե եթե դուք տեսնում եք, գրեք նշանակությունը կգրեմ։ Այստեղ արագիլն էլ կա։ Դե արագիլի ինչապերում հղիության մասին լուր, այնպես որ կլսեք ոչ է մեկին, որ հղի է, կամ դուք եք հղի, միգուցե ծննդաբերություն է սա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 22-ին։
Հարգելի աճեղջուներ, այդ օր ինչ-որ մարդիկ կան, ովքեր որ դե խոզություն են անում, դե իրական չեն ձեր հանդեպ, ինչպես որ օծերը, հա, նաև կարող է ձեր մեջքի հետևում ինչ-որ մի բան են անում ձեր նկատմամբ, գուցե աշխատանքի վայրում, որտեղ այստեղ աշխատանքներ են եկել, հա, դե համար պետք է այստեղ ուշադիր լինեք, ովքեր որ աշխատում են։ Նաև ոմանք կարող են աշխատանքի ընդունվել կամ որից է պաշտոն ստանալ, որից առաջ խաղացում ունենաք այդ օրը։ Նաև չգիտեմ, ուշադիր եղեք, այստեղ կարող է ինչ-որ մի ձևով կարող է վիրավորանք նաև հասցնել ձեզ այդ մարդիկ, կամ այնպիսի մի բան անել, որ կամ դուք վիրավորեք իրենց, կամ դուք ուղղակի վիրավորվեք իրենց այդ արարքից։ Այստեղ պետք է մարդիկ կան, ովքեր որ ձեր հետևում ինչ-որ այդքան էլ ձեզ չեն սիրում եւ ինչ-որ բաներ են ուզում անել ձեր հանդեպ։ Նաև այստեղ սեր, փոխադարձ սեր, գուցե աշխատանքի վայրում է նոր սեր, գուցե ոչ պետական աշխատողի հետ է նոր սեր, ամենայն դեպս նոր սեր, նոր հարաբերություններ, հավատարմություն, մտերմություն, նաև այդ օրը ավելի շատ կանցկացնեք ձեր ծնողների հետ, կամ ավելի շատ շփվել ձեր ծնողների հետ։ Նաև սա պետք է չմոռանաք ձեր նախնիներին, հա, հիշեք ձեր հարազատներին եւ այցելեք։ Եվ նաև ոչ էլ լուր կարող եք լսել հեռվից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 22-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը պետք է հետևեք ձեր գեղեցկության, ձեր արտաքին տեսքին, հնարավոր է նաև այստեղ սեղանի շուրջ եք նստում, կարող է տորթ մորթեր եք ուտում, հա, նաև ժամանակն է ուղղակի մտածել ձեր կազմվածքի մասին, միգուցե սա ասում եմ, որ ուղղակի պետք է գնաք սպորտի կամ հա արդեն դիետա պահեք։ Նաև այդ օրը բավականին շատ կշփվեք ձեր հարազատների հետ, ձեր ծնողների հետ։ Նաև նոր կյանքի սպիտակ գիծ է առաջանում ձեզ մոտ, նոր հնարավորություններ, որոնք որ ձեզ բավականին շատ կուրախացնեն։ Եվ այստեղ նաև կարող եք միգուցե հարբել։ Կամ նաև այստեղ բավականին էմոցիոնալ լինեք։ Ինչ-որ մի բան կարող է լինել, որ կարող է այստեղ, հա, ուրախ էմոցիաներ, այդպես թռվռակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
գնանք ձկներին։ Երևի տեսանյութը մի ժամ է հա։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 22-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ-որ մարդիկ կարող են ձեզ ինչ-որ խոստովանություններ անել, անկեղծանալ նաև ձեր առջև, ինչ-որ գաղտնիքներ նաև բացահայտել, նաև ձեզ մոտ գալիս է ոչ նոր սպիտակ շերտ, որը ձեզ ևս շատ կուրախացնի, ոմանք կարող է տունը տեղափոխվում եք կամ նոր տուն եք գնում, կամ հա ոչ մի բան է, որը դա է կարող է ձեր փոփոխության պատճառը, ոնց որ փոխում եք բնակարանը, նաև այդպես էլ փոխում եք ձեր կարգավիճակը։ Նաև կարող է տան հետ կապված ինչ-որ պահեր են։ Եվ այդ օրը ոչ ինչ-որ խճճված պահեր կարող է լինել, խճճված իրավիճակ, որի պատասխանը դեռևս չկա։ Դեռևս ոնց որ այդ օրը չկարողանա այդ հարցին լուծում տալ։ Հուսով եմ ոչինչ բաց չեմ թողնում, դե նոր է, առաջին անգամ է քարտերը, հնարավոր է նաև բաց թողեմ, հետո արդեն քիչ-քիչ կսովորեմ։ Դե ժամանակ առ ժամանակ շաբաթը մեկ անգամ այս քարտերով կլինի, մեկ անգամ այս ալիքով, մեկ անգամ մյուս ալիքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։